Մի թեմա էլ եմ ուզում բացեմ, հա, սրանք մեկ-մեկ նենց են խոսում, որ թվում է թե իրանցից առաջ Հայաստան չի եղել, մարդկություն չի եղել ընդհանրապես, այս երկրագունդը չի եղել, այնպիսի բաներ են խոսում, էլ ստերը նոր հորինած մի կողմ, օրինակ մի այսպիսի պատգամավորուհի կա, որը ԵԽԽՎ-ում նաև հայտարարության պատվիրակության անդամ է, Սոնա Ղազարյան անունով ՔՊ-ական, ես ինչքան հիշում եմ, լուսանկարը նույնիսկ կգտնեմ վիդեո էլ կար, կարծեմ, չեմ հիշում որ թվականին, արդեն 18-ից հետո նրան ցուցումներ էր տալիս, լուսանկարը կա Սորոսի հայտնի Լարիսա, ինչան էր Լարիսան, Սորոսի ղեկավարը Մինասյանը, Լարիսա Մինասյանը Սոնա Ղազարյանին բան գնում էր ինստրուկտաժ էր անում, որովհետև նա ինչ գործ ունի, օրինակ ասենք գնացել է ազգային ժողով, մտել նիստերի դահլիճ եւ պատգամավորին ասում է ինչ անեն։ Բայց սա ինչ փայլուն միտք է արտահայտել, հա, նրա գլխում ինչ փայլուն միտք է ծնվել։ Ասում եմ, միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն, իրենց հետ բերելով այն նոր շունչն ու էներգիան, որի կարիքն ունեն ժողովրդավարական ինստիտուտները։ Հա, մեկ ինքնաբանը, մեկ էլ են ականջ ծամողն ու քույրը օրինակ։ Սակայն այդ առաջընթացը հանդիպեց դիմադրության։ Ես անձամբ բախվել եմ զգալի ատելության խոսքի, թե իմ տարիքի, թե սեռի պատճառով թշնամական վերաբերմունքին դիմակայելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը դրա մասին բաց խոսելն է։ Մի խոսքով, Թավշյա հեղափոխությունից հետո է ավելի շատ երիտասարդ կանայք սկսել մուտք գործել քաղաքականություն։ Հայաստանում կանայք, ես ինչքան գիտեմ, միշտ ակտիվ են եղել, բայց օրինակ ինձ համար վիրավորական կլիներ, եթե ինձ օրինակ ընտրեր ինչ-որ մի քաղաքական թիմ, միայն նրա համար, որ սեռական պատկանելությունս կին է, հա? Օրինակ անկեղծ դա վիրավորական։ Եվ բացի այդ Տիկին Կարապետյան, սա էլ ասեմ հեռուստադիտողի հետ, ես կյանքում չեմ բախվել իմ նկատմամբ բռնության, չգիտեմ, սեռային խտրականության։ Ես գուցե այնպիսի միջավայրերում եմ աշխատել եւ այլն, երբեք նման բանի չեմ առնչվել։ Հիմա սրանք գնում են եվրոպական տարբեր հարթակներից, նման ելույթներ են ունենում։ Դե հայտնի անեկդոտ կա, ասում եմ դու էլ ասա, տարբերակով։ Սոնա Ղազարյանի դեպքում ինձ մի քիչ դժվար է խոսել, որովհետև Սոնա Ղազարյանի ծնողները ինձ համար շատ հարազատ մարդիկ են։ Ես շատ ափսոսում եմ այդ պոտենցիալը ու այդ եւ ոչ միայն ծնողները, այլ նաեւ տատիկներն ու պապիկները հրաշալի չքնաղ ընտանիք են, ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Բայց կիսում են, ինչ որ անում է իրենց դուստրը։ Մենք մեր շփումը չկա, որովհետեւ ես չեմ հասկանում այս երեխուն ինչի են բերել գցել այս ջրերը ու այս երեխան ինչ գործ ունի ստեղ։ Դե իր ընտրությունն է, ինքը չափահասամեծ է, ինքը գիտի երևի հասկանում է ինչ է անում, իր որոշումն է։ Հուսամ որ դա ճնշումների արդյունքում չի, որ ինքը այստեղ է շարունակում մնալ, հատկապես պատերազմից հետո, որտեղ մի բաներ եթե դու 18 թվականին էիր մտնում ինչ-որ process-ի մեջ եւ լրիվ ուրիշ բան է, որ դու 20 թվականին պատերազմից հետո 21 թվականին գնում ես մասնակցում ես ընտրություններին, այդ ցուցակի մեջ ես մնում, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Ես էլի ունեմ աղջիկը, այս կինը ծպտուն հանելա, երբ որ Եռաբլուրում զոհվածների մայրերին քաշ էին տալիս Փաշինյանի կամ որևէ ԿՊ-ական կին ասեմ։ Չջղայնանալու համար չեմ հետևում իրան, որովհետև հասկանում եմ, որ կարող է պահի տակ նյարդերս չբավականացնի, բայց այն որ Սոնա Մնացականյանի դեպքով որևէ ծպտուն հանել են, չեմ կարող։ Որևէ ծպտուն սրանք հանել են։ Ես էլի կին նախկին ընկերներ ունեմ, ոչ մեկ նախկին ընկերներ ունեմ, ԿՊ-ական ներկայիս падգամավորն ինչի ասեմ նախկին ընկերներ, որովհետև այն ինչ որ անում են իրանք հիմա, դա մեղմ ասած ընկերության տեղ էլ չի թողում, որովհետև ամեն մարդ պիտի իր համար որոշում կայացնի։ Կամ դու այս մարդկանց հետ ընդունում ես իրանց արածը, շարունակում ես մտերմությունը, կամ քեզ համար այն հայտնի կարմիր գիծը, որ այդ էլ ապականվել իմիջիալոց, այդ կարմիր գիծը քաշում ես ու հասկանում ես դու շփվում ես թե չէ։ Ինձ համար կապ չունի ասել են, չեն ասել, ինչ են անում։ Եթե հիմա իրենք շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանի կողքին եւ կյանքի են կոչում են ամեն ինչը, որ փորձում անել Նիկոլ Փաշինյանը Ալիևի ձեռամբ, ինձ համար սա որևէ կերպ ընդունելի լինել չի կարող։
ինչ կլինի հետո, ինչ ասեմ, առաջ Աստված, ամեն մեկս թող մեր, ինչ ասեմ, պատասխանը պիտի տանք։ Լավ, ստեղ էլ որ պատասխանատվության հարց չլիներ, ասում հետո էլ հո պատասխան տալու տեղը կա, ամեն մեկ իր խղճի առաջ պիտի պատասխանատվություն ունենա։ Ես հասկանում եմ, գուցե այլ իրավիճակում Տիկին Ղազարյան, չնայած ես համարում եմ, որ ինքը բավականին պոտենցիալ ունեցող մարդ է, այլ իրավիճակում էլ կարող էր լրիվ ռեալիզացվել, ինչի համատել այս թիմի, մնացել շարունակել մնալ այս թիմի մեջ, ինձ համար հասկանալի չի։ Եվ գուցե էլի շատ մարդկանց համար սա միակ որտեվ հիմա արդեն կին տղամարդ կապ չունի, այնտեղ մեծ թվով մարդիկ կան, ովքեր երբեք, բառացիորեն երբեք չէին կարող հավակնել ժեկի պետ անգամ լինելու, բայց իրանք հայտնվել են բարձր ամբիոններին, գնում են տենց վոյաժների են մասնակցում պետական գումարներով, դրա համար փողեր են ստանում, պրեմիաներ են ստանում, իհարկե իրանք պիտի շնորհակալ լինեն, գոհ լինեն, թաթիկները համբյուրեն Նիկոլ Փաշինյանի, որովհետև իրանք հասել են ինչ-որ մի բանի։ Իհարկե դա խնդիր է իրանց համար, Նիկոլ Փաշինյանի չլինելը, իհարկե իրանք ատամներով Նիկոլ Փաշինյանն են պաշտպանելու, ամեն ինչ արդարացնելու, որովհետև այլ իրավիճակում իրանք ուղղակի ոչ մի բան են, բառացիորեն ոչ մի բան են լինելու, ինչպես մինչև 18 թվական իրանք ոչ մի բան էին, 18 թվական եթե չլիներ, իրանք շարունակել են ոչ մի բան մնալ։ Այ հիմա այդ տրամաբանության մեջ մարդիկ իհարկե ատամներով պաշտպանելու են։ Մնացած ուղղակի իրանք պիտի հաշիվ տան։ Այսքան 0.0001% անգամ հայել չէ, էլի, անգամ պետականամետ հարցնել չէ, մարդ լինելու պարագայում, այ մարդկային կերպարանքը չկորցրած մարդկանց պարագայում, պիտի հասկանան, որ այս process-ը պետքա կասեցնել։ Եվ այս process-ին Նիկոլ Փաշինյանի սկսած process-ը ոնց ասեմ, աջակից լինելը, դա կոչվում է հանցակցություն։ Ես չգիտեմ, այս մարդիկ հասկանում են այդքան բանը, թե չէ։ Հանցակցությունը դա երբ որ դու օժանդակում ես, հա, սատարում ես, ինչ որ process-ներ, կոնկրետ գործողություններ ես անում, կամ հնարավորություն ունես գործողություններ անելու ու այդ գործողությունները չես անում, կամ պարտավորություն ունես ինչ որ գործողություններ չես անում, օրինակ գլխավոր դատախազը։ Ինչ են կարծում, իրանք բոլորը մնալու են տենց գեղեցիկ, փափուկ ու չպատժված, ո՞նց կարող տենց բան լինի։ Գլխավոր դատախազը կներեք, բաց, երբ որ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, խմբագրում էր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու գործը։ Խմբագրում էր այդ սկանդալային նյութերը մենք հրապարակել էինք։ Այո։ Որ ուղղորդում է ինչպես վարվեն եւ նաեւ ըստ օդում կախված լուրերի, օրինակ Ռուբեն Հայրապետյանի գործը նա ասել է իր կյանքի գործն է, նա բանա հրահանգը տրված է, որ պետք է ամեն ձև։ Իր կյանքի գործն է, որովհետեւ այդ հրահանգը ինքը ստացել է։ Ինքը այդքան մեծ չի, այդքան ինքնուրույն խաղացող չի, որ իր կյանքի գործը լինի ինչ որ Ռուբեն Հայրապետյանի ասում է կալիբրը ուրիշ կալիբր է, այնտեղ բան չկա, էլ ինքը հրահանգը ստացել է, ինքը հրահանգը կատարում է, ինքը ընդհանրապես գործիք է։ Ու նորից վերադառնալով Ռուբեն Հայրապետյանը ժամանակին ոչ միայն Աննա Վարդապետյանի հորը, կարծեմ հենց նույն Աննա Վարդապետյանի ուսման հարցում է աջակցած եղել։ Դե ոչ մի լավություն անպատիժ չի մնում, կյանքը տենց է։ Այսինքն Տիկին Վարդապետյանը նաև խոստացել էր, որ իր համար կյանքի գործ պիտի լինի խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերի բացահայտումը, որը ինքը սկզբից վարչապետի հետ օգնական եղած ժամանակ թիմ էին կազմել Սևազգեստ մայրերի պահանջով ու ստեղծել էին հանձնաժողով, որտեղ գործերը քննեցին եւ ինքը Տիկին Վարդապետյանը մնացածի հետ միասին կազմել էին յուրաքանչյուր քննված գործը մոտապես 100-ից 150 էջ, ոչ թե զանցանքներ, բաց թողումներ, թերացումներ, այսինքն մի ստորակետի պատմություն չէ, 150 էջ հանցագործությունների ամեն գործով Տիկին Վարդապետյանը ասեց ես կտանեմ այս գործը եւ արդեն որպես գլխավոր դատախազ ունենալով լավ լծակներ, բավարար լծակներ, ես այս գործերը կքննեմ եւ ինչ արեց, անցել է այդ գործերից, անցել է դա 20 թվականներ, 20 թվականի երևի հունվար, փետրվար, մարտ ամիսներն էր, հիմա անցել է 6 տարի հետո մի քայլ անգամ առաջ շարժ չկա այդ գործերով։ Այդ Աննա Վարդապետյանը պետքա պատասխանատվության ենթարկվի եւ ճաղերի հետևում հայտնվի բոլորը նրանք ովքեր այդ հանցանքը արել են։ Ես վերջերս ապշած էի, որ բանը այդ մանկատները չէ գնում իբրև թե բան բարի չգիտեմ ինչա խաղում է տեսարաններ Դավիթ Մինասյանի Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահի կողմից հարված ստացած Դավիթ Մինասյանը, որը հիվանդանոցում էր ծանր վիճակում եւ դատախազության արչեւ ակցիա էր տեղի ունենում, մայրերը, դասընկերների, ծնողները փաստաբան չընդունեց փաստաբաններին։ Ինքը Սևազգեստ մայրերին էլ չի ընդունում։ Իրանք այլևս բարձրաշխարհիկ կանայք են։
իրանք այլևս այո, եւ որևէ ԱԱԾ այլևս հետաքրքրություններ Աննա Վարդապետյանի ոչ մեկ չի փրկելու ոչ մեկին։ Առաջինը հենց իրենց վրա գրելու են, այսպես ասած, եւ իրենց փուրն են տալու հենց նրանք, ովքեր որ այս պահին իրենց սպասարկում են եւ սազանդարություն են անում։ Հենց առաջինը իրանք էլ ցուցմունքները տալու են։ Եթե կարծում են, որ դա չի փոխվելու, չարաչար սխալվում են, իհարկե վիճակը փոխվելու է, այսպես հավերժ մնալ ուղղակի չի կարող։ Ու դա կախված է միակ մի բանից։ Նորից պիտի վերադառնամ, այո, ասում ով ինչի մասին, ես ընտրությունների։ Դա դրա լուծումը մի հատ է, մարդիկ պիտի վեր կանան ու գնան ընտրությունների։ Թույլ չտան, որ այս իրավիճակը շարունակվի, որովհետև արդյոք Դավիթ եւ Միքայել Մինասյանների դեպքը դե տենց բան մի դրվագն պիտի լիներ, չէ, դա շարունակական է լինելու։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ասպատակում եկեղեցում աղոթք անող երիտասարդների վրա, վաղը Նիկոլ Փաշինյանները չեն ասպատակելու, այլ անձինք են ասպատակելու։ Ու մենք չենք ունենալու ոչ գլխավոր դատախազ, որը մեզ կպաշտպանի ու կսատարի, ոչ ոստիկանություն, որը մեր իրավունքները, մեր անվտանգությունը կապահովի, ոչ ազգային անվտանգություն ենք ունենալու։ Մենք ոչինչ չենք ունենալու, որպեսզի կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Սա պետքա կասեցվի, թե չէ։ Մի անգամ խելքները գլուխները հավաքեն մարդիկ, վեր կանան գնան ընտրությունների, նորից կապ չունի ու մեծ ձայնը տալու։